Պարոն նախ սպորտի մասին նաև համատեքստի նախընտրական շրջանի հիմա հայտարարություններ եղան երկու կողմից, մի կողմից մեղադրանք դավաճանության, պաշտոնական մեղադրանք, մյուս կողմից դեպքերը որևէ կապ չի ունեցել այս մեղադրանքի հետ ամեն դեպքում օբյեկտիվորեն ինչպես կողմերի կողմի աչքը ինչ է տեղի ունեցել Կողքի աչքը որոնավորելու համար մեկ շատ կարևոր հանգամանք կա, որպեսզի խորը եւ համապարփակ հասկանան, որ սա քաղաքական հետապնդում է դասական իմաստով, քաղաքական բռնաճնշում է։ Մեկ հարց տվեք, եթե Անդրանիկ Թևանյանը չմասնակցեր քարոզարշավին, չլիներ տեխնացու, հանդես չկա շատ կոշտ ու թիրախային քննադատությամբ Նիկոլ Փաշինյանի հասցեի, ապա կլիներ նման քաղաքական հետապնդում, թե չէր լինի։ 100%-ով ես վստահեցնում եմ, որ նման քաղաքական հետապնդում բռնաճնշում չէ լինի։ Դա միանշանակ է։ Երկրորդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանը հիմա կարծես հոգեկան ոչ հավասարակշիռ վիճակում է։ Նա հասկանում է, որ տանուլ է տալիս ընտրությունները, գահավիժում է, մեջքի վրա գնում է, անկում է ապրում քաղաքական իմաստով, հետևաբար իրեն պետք է բռնաճնշումների միջոցով, վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով, քաղաքական հիմնական հակառակորդներին վարկաբեկելու միջոցով փորձի ձեռափոխումներին գցելով իշխանությունը պահի։ Այս գործընթացով ինքը ըստ էության ապա լեգիտիմացնում է ընտրական գործընթացը եւ ընտրությունների արդյունքները։ Հանրապետական ինստիտուտի վերջին հարցումները կարծեք այլ բանի մասին կան, թեև այստեղ տեղունեցող այլ հարցումներ հրապարակել, որ Ես ասեմ նախ այդ ձեր նշած կազմակերպության հարցումներով Նիկոլ Փաշինյանը չի հաղթում, այնտեղ 38%-ի մասին է կարծեմ, ու մեկ բարձր է, հասկանալի է, բայց դա հաղթողի վարկանիշ չի։ Հաղթողի վարկանիշ չի, երկրորդ ուշադրություն չեք դարձրել 43% չկողմնորոշվածների վրա, այսինքն մարդիկ 43%-ը գրեթե կեսը հարցվածների հրաժարվել է պատասխանել, թե ում է ընտրելու։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանում վախի մթնոլորտ է եւ մարդիկ չեն ցանկանում հիմա բացահայտվել որպես ընդդիմադիր, որովհետեւ այս կամ այն պատճառներով խուսափեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումներից եւ քաղաքական բռնաճնշումներից։ Եվ այդ հարցումները չափորոշիչ չեն ու յուրաքանչյուր հարցում Հայաստանում չափորոշիչ չի, քանի որ կա քաղաքական վախի մթնոլորտ, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնաճնշումների մթնոլորտ եւ դրա վրա աչք է փակում թե քաղաքացիական հասարակությունը, թե արևմտյան երկրների դեսպանատները, որոնք նախկինների ժամանակ իրենց ճղում էին դեմոկրատիայի, մարդու իրավունքների, արդար ու ազատ ընտրությունների համար։ Հիմա ինչու են լռում, հիմա ինչու ձայն չեն հանում։ Նախ դա եւ մեկ բան էլ նշեմ, Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Թևանյանի վրա այս քրեական գործը հարուցել է 4 բառի պատճառով՝ ազգային դավաճան, լրտես 300 թե 600 քանի հազար դոլար ու ՖՍԲ։ Այս 4 բառերն արտասանելու համար, որպիսի պիտակավորի, որպիսի վարկաբեկի, խորը ազգային գործի եւ իր վրայից սլակները շեղի։ 20 թվականից հետո դավաճան պիտակը ում վրա է կպցրած եղել։ Թող ժողովուրդը հարց տա։ Ինչ էր գոռում ժողովուրդը Սյունիքից մինչև Շիրակ ու Լոռի։ Նիկոլ դավաճան, ճիշտ է։ Հիմա նման քաղաքական գործերով քաղաքական հետապնդումներով դավաճանի պիտակը իր վրայից փորձում է անհույս փորձում է, դա իրեն չի ստացվի, այս կամ այն քաղաքական գործի վրա կարել, այդքան բան։